Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դուք որպես ազատամարտի մասնակից Արցախյան, ինչ եք զգում այն ժամանակ, ինչ եք զգում հիմա որ եռատոն այն շուկով չենք նշում, բայց ինչ է մայիսին Անշուշտ այն ժամանակ այսօրը հպարտություն, ուրախություն, երջանկություն է միայն արթնացնում մեջներս, այսօր ավելի շատ թախից, պարտության ցավը, բայց նաև չպետք է կորցնենք հավատը, պայքարենք, որպեսզի մեկ անգամ եւս այսօրը կլինի թե մեկ ուրիշ օր կարողանանք Շուշիի ազատագրության եւ Արցախի վերջնական հաղթանակի օր նշենք։ Այս հավատով պետք է դաստիարակենք եւ սերնդին եւ մեզ ամեն օրը լցնենք այդ օրվա պայքարով։ Հիմա եկել եք Արմախ կրակի մոտ, անհայտ զինվորի հուշարձանն է սա, եկել եք երեխաների հետ։ Ինչ եք իրենց ասել։ Երեխաներին անհրաժեշտ է այսօրվա խորհուրդն այնպես ներկայացնել, որպեսզի տարածվող մարդակենտրոնությունը փոխարինվի հայրենապաշտությամբ, որովհետև շատ մեծ է վտանգը, որ երեխաները սխալ դաստիարակության դեպքում կարող են դառնալ այն, ինչ փորձում են մեզանից դարձնել։ Այսօրը առնվազն 2, եթե ոչ 3 անգամ հայն ապացուցել է, որ պատրաստ է պայքարելու իր արժանապատիվ եւ ազատ կյանքի համար։ Եկել ես անհայտ զինվորի հուշարձանին, հայրիկիդ մայրիկի հետ, հարգելու ինչ է մայիսի 9-ը քեզ։ Մայիսի 9-ը զինվորների եւ սաղ հայերի տոնն է։ Հայերը ազատագրել են Շուշին թուրքերից։ Մայիսի 9-ը ոչ միայն ինձ համար, բոլորի համար մի զգացմունք է, պարտավորվածություն, որ բոլորս պիտի գանք, հիշենք գոնե մեր զոհվածներին մեր հիշատակին արժանացնենք։ Համ տոնը, համ տխրություն, համ դժբախտություն, համ էլ հպարտություն։ Այ հետո մայիսի 9-ը։ Դուք ինքներդ ինչ պատմություն ունեք, տեսնում եմ լիքը։ Ինչ պատմություն, ես Աֆղանստանի պատերազմների վետերան եմ, մի քիչ իմ համար դժվար է այդ բաներն ասել, ես հետախուզ եմ, ես բաներ կա, որ չեմ կարող ասել։ Այ կարամ ասեմ, որ հետախուզներին եմ ես պատրաստում։ Հիմա էլ տոնը ընդհանրապես, եթե ժողովուրդը ուրախանում է, դա արդեն տոն է։ Եթե եկել են երիտասարդներ, եթե այդ երիտասարդը մոտեցավ առանց ճանաչելու, խնդրում եմ, կարելի է նկարել, այսինքն իր համար տոն է, սա արդեն տոն է։ Եռատոն լինի, թե քառատոն լինի, թե հենց ընդհանրապես սովորական օր լինի, արթնացել ենք արևը կա, ժողովուրդն ուրախ են, այդ տոնը արդեն։ Մայիսի 9-ը եղել է մինչև Արցախի այդ ազատամարտի ժամանակ, հələ 45 թվականից արդեն նա հաղթանակի օրն էր։ Ես այդպես եմ ընկալում։ Հետագայում արդեն կան եռատոննա վերջը ավելացրել են։ Եթե ավելի խորը վերցնենք, դա ռազմահայրենասիրական դաստիարակչություն է, պիտի լինի ամեն օր, ամեն ժամ, ոչ թե մայիսի 9-ին, ոչ էլ սեպտեմբերի 1-ին, այս սեպտեմբերի 1-ից սկսած մինչև խոր ծերություն։ Սա պիտի լինի, սա մեր գեների մեջ կա, հայրենիքի պաշտպանության այդ ուժը, սա պիտի ընդամենը զարգացվի, եւ ոչ թե միայն մայիսի 9-ին, այլ ամեն օր։ Մեծ հաղթանակի օր, այնքան որ մեր հաղթանակը հայերը չգնահատեցին, ոչ մի պետություն այդքան մարշալ չէր տվել, որ Ղարաբաղն է տվել։ Գեներալներ, հերոսներ, Նելսոն Ստեփանյան, հերոսներ են տվել, որ ոչ մի պետություն այդքան հերոս չի տվել։ 10 դար այդ մարդիկ այդտեղ էին ապրել։ Եկես սաղ էս տարածքները գրավել եք, չէին կարող Ղարաբաղն ու Սյունիքը գրավեին։